Շնորհակալություն, Տիկին Սարգսյան, դուք նշեցիք, որ աջակցում եք, չէ՞, Փաշինյանին իր գաղափարներում։ Այդ դեպքում ինչի է ընտրական ներկուսակցական պրոցեսների չեք միացել, չեք առաջադրվել։ Ճիշտ է, ձեր գերատեսչությունը ուժային է, բայց ամեն դեպքում ձեր պաշտոնը քաղաքական է, դուք ինչու եք ըստ խոսափում ասոցիացվել քաղաքացիական պայմանների կուսակցության հետ։ Եվ Տիկին Սարգսյանը բազմաթիվ վարորդներ արձանագրում են այն մասին, որ գիշերային ժամերին երթևեկության մեջ շատ հաճախ հանդիպում են թույլատրելի պայծառությունը մի քանի անգամ գերազանցող լուսարձակներով տրանսպորտային միջոցների եւ ըստ իրենց բարեկներ գրեթե ուշադրություն չեն դարձնում այս խնդրին։ Դուք ինչ եք կարծում, այս խնդիրը ինչպես պետք է լուծվի։ Նշեցիք, որ հոգևորականները դիմում են եւ իրենց անվտանգության համար երաշխիքներ են, խնդրում ծառայություն իրենց համար մատուցում, այս դեպքում ինչու մյուս թեմի հոգևորականների համար այն նույն պայմանները չեն ապահովում, որովհետև մենք տեսանք, որ Թալինում համայնքապետը թույլ չի տալիս Արագածոտնի թեմի հոգևորականին մտնել եւ պատարակ մատուցել, ըստ էության իր, այսպես ասած, մասնագիտական գործունեությունը ծավալել։ Եվ մեկ հարցը սոցիալական ցանցերի հետ կապված, ես չգիտեմ ներքին գործերի նախարարությունը, թե ոստիկանությունը այս ուղղությամբ վերահսկողություն իրականացում է թե չէ, բայց ըստ իս նորջակունի խնդիր է TikTok-ի լայվ ծրագրերը, որտեղ գիշերային ժամերին, մեկին, երկուսին, անգամ երեքին տեսնում ենք, որ ծնողների իրենց անչափահաս մանկահասակ երեխաների հետ լայվ ռեժիմում են եւ ինչ-որ տենց երեխաներին նաեւ օգտագործելով ինչ-որ ակնկալիքներ ունեն մյուս հետևորդներից, մեկ այլ դեպքում տեսնենք, որ դպրոցահասակ երեխան նայում է լրիվ անծանոթ տղամարդու եւ կնոջ ուղիղ եթերից, որտեղ այդ երեխայի հետ սեռական հայհոյանքներ հնչեցնելով են խոսում, դուք ինչ եք կարծում, ունի անելիք այստեղ ոստիկանությունը, թե չէ, եւ ընդհանրապես մոնիթորինգ անում եք այդ ծրագիրը։ Շնորհակալություն հարցադրումների համար, պարոն Կիրակոսյան, եթե հարց բաց թողնեմ, անպայման հիշեցրեք։ Առաջինը առաջիկա ընտրությունների համար կուսակցական ցուցակով չառաջադրվելու մասով։ Հարգելի գործընկերներ, ես ինչ պետական համակարգում աշխատում եմ, ես եղել եմ անկուսակցական եւ անկուսակցական լինել եւ քաղաքական օրակարգի կիսել վարչապետի առաջնորդությամբ քաղաքական օրակարգի կիսել գաղափարներին նվիրվածություն ունենալ, դրանք իրար չբացառող բաներ են։ Ես եթե չուզենայի ասոցիացվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, ես չէի լինի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ, ուղղակի։ Ես չէի լինի իշխող թևի մեջ ըստ էության ներկայացնելով ներքին գործերի նախարարությունը։ Կուսակցական լինել չլինելը անձնական ընտրություն է, ես գոնե թե նմանատիպ ռեժիմով հանրությանը ներկայանալու ցանկություն այս պայծրությամբ չունեմ, բայց դա չի նշանակում, որ չեմ շարունակում պաշտոնավարել եւ առաջ տանել այն քաղաքական օրակարգը, որն այս պայծրությամբ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է, կա կառավարության ծրագրում էր այլ ռազմավարական մոտեցում եւ ես շարունակելու եմ ներդնել առավելագույն ջանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից անանած քաղաքական օրակարգի առաջ մղման համար։ Երկրորդը, լուսարձակների մասով, պարոն Կիրակոսյան, անցած տարի նորից բարձրացրել էիք հարցը, իրականում դե հիմա կասեմ ինչի չի լուծվել կամ ոնց եք մտածում, որ պիտի լուծվի։ Հիմնական երկու լուծում որպես այդպեսին քննարկել ենք հիմա վերջնականացման փուլում ենք։ Առաջինը լուսարձակների լույսի չափման հետ կապված հարցերն են, որոնք որ մեր մասնագետների պնդմամբ նկատում Հանրապետությունում տարբեր դեպքերում որ քննարկում են, շատ հաճախ գնահատվում են ավելի բարդ, չգիտեմ, ոչ արդյունավետ լուծում որպես այդպեսին եւ ունենք երկրորդ առաջարկը, որ ճիշտ կլինի տեղզնման կայանում, տեղզնության ժամանակ ստուգաչափվի բոլոր լուսարձակները, մնացյալ հնարավոր մասերը, որոնք որ կարող են խնդիր առաջացնել եւ գնանք տեղզնման ճանապարհով։ Հիմա փորձում ենք վերջնականացնել ի վերջո գալ մի կետի, հասկանանք որ ճանապարհն է մեզ համար նախընտրելի, որովհետեւ երկու շերտնել հարցեր ունեն։ Օրինակ տեղզնման մասով կարող ենք ասել, որ ամեն տարի ենք անցնում տեղզնում եւ դա չի երաշխավորում, որ հնդհացս լուսարձակները չեն փոխարինի եւ այսպես շարունակ։ Այս նուրբ շերտերն են, որոնք որ թույլ չեն տալիս մեզ ճիշտ լուծում դուրս բերել, բայց կարծում եմ առաջիկայում կգանք մի հանգուցալուծման, անկախ դրանից շատ լավը կլինի լուծումը թե ոչ, բայց X կետում պիտի ավարտենք այս քննարկումները եւ վարչարարությունն ապահովենք։ Ինչ վերաբերում է
Մյուս ձեր նշած իհարկե տերմինոլոգիա մյուս թևի հոգևորականներին Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը թևային հոգևորականություն չի ճանաչում եւ եթե անձը դիմում է իրավապահ համակարգին կա նախաձեռնված վարույթի շրջանակներում կա պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում, այդ որոշումը կիրառվում է անկախ նրանից դու հոգևորական ես թե հոգևորական չես եւ անդրադառնալով ոստիկանության ծառայողի մոտ ներկայությամբ համայնքապետը թույլ չի տալիս հոգևորականին մտնել եկեղեցի եւ պատարակ մատուցել, ասելով ոչ իմ ուզած հոգևորականը պետք է մտնի, ոստիկանը պետք է այսինքն լուր հետևի, քանի որ չկա ազատ, ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, հարցի մասով շատ կարճ կարձագանք եմ, որովհետև անվերջ կարող ենք թեման քննարկել։ Մենք ունեցել ենք նաև համանման իրավիճակում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ բողոք ոստիկանության անգործության մասին նմանատիպ իրավիճակ էր նկարագրվում եւ նշում էր, որ ոստիկանները դրսևորել են անգործություն եւ այս պայմաններում ըստ էության չեն ցուցաբերել անհրաժեշտ վարքագիծ, բայց ես վերադաս վարչարարության շրջանակներում անդրադարձել եմ կոնկրետ հարցադրմանը եւ կոնկրետ ներկայացուցիչը պնդում էր, որ սա մասնավոր սեփականություն է, մասնավոր սեփականության հետ կապված պետք է երաշխավորի իրավունքը անձի պետությունը եւ կոնկրետ վտարման պահանջ էր ներկայացվում, վտարել կոնկրետ հոգևորականի։ Ես վերադաս վարչարարության բողոքի շրջանակներում ֆիքսել եմ, որ բառացիորեն կարդում եմ, որպեսզի տարընկալումներ չլինեն։ Թեև եկեղեցու շենքը մասնավոր սեփականություն է, այդուհանդերձ այն իր նպատակային նշանակությամբ եւ գործառույթով սահմանադրորեն երաշխավորված մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման համար նախատեսված հանրային վայր է եւ չակերտավոր չակերտների մեջ եմ շեշտում, որովհետեւ գիտեմ ներկայացուցիչ այլ հակապաստարտները հրապարակային օֆերտա է անում եկեղեցին իր հետևորդներին գալու եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու տվյալ տարածքում։ Եվ եթե մենք սկսենք սելեկտավորել, ով կարող է մտնել եկեղեցի, ում է ուզում եկեղեցու հետևորդը լսել եկեղեցում, այս քահանային թե այն, եւ մենք սկսենք ֆիլտրել այդ բոլոր process-ները, կներեք, բայց դա չի իրացնում այլևս եկեղեցու հիմնական նպատակը։ Եկեղեցին մասնավոր տարածք է, բայց իր յուրահատկությամբ եկեղեցին հանրային հրապարակային օֆերտա է անում բոլոր հետևորդներին գալու եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու։ Հետևորդներն են որոշում ում լսեն, ում չլսեն, մենք չենք որոշում ով է կարգալուց, ով կարգալուց չի։ Եվ եթե հետևորդներն ուզում են տեսնել տվյալ հոգեվորականի եւ տվյալ հոգեվորականը որևէ այլ հաղորդում չի ներկայացնում այս թեմայով, ինչի մասն ենք մենք խոսում։ Եվ կներեք վերջին հարցը TikTok-ի մասով թեման իրականում այս վերջերս ավելի ահազանգող է թվացել, որովհետև տեսնում ենք ընդհուպ մինչև ստիպողական լացի տեսարաններ են բեմադրվում, դրանք են հանրայնացվում TikTok-ում, վերջերս նույնիսկ իրազեկման միջոցառմամբ ենք նաև հանդես եկել, որպեսզի մեր սիրելի ծնողները չանեն նմանատիպ բաներ, որովհետև առնվազն երեխայի լավագույն շահից չի բխում եւ երեխայի հուզականությունը օգտագործել եւ ներազետություն ունենալ, դա վստահաբար առաջիկա ժամանակահատվածում լավ տեղ տանող process չի լինելու, շարունակելու ենք իրազեկման գործիքակազմը եւ նաեւ զուգահեռաբար եթե դիտարկենք այլ հնարավոր ավելի լավ գործիքակազմ, այդ ուղղությամբ եւս կաշխատենք, բայց շատ ճիշտ եք նկարագրում, որ սա անհանգստացնող ազդակ է բոլորիս համար։ Շնորհակալություն քննարկման Սա վերջին հարցն է, թե էլի հարցում եք։